Ձեր կուսակցությունը Գյումրիի ընտրություններին որևէ մասնակցություն ունեցավ։ Մենք որոշում ունենք հստակ չմասնակցելու, որովհետև նախընտրական շրջանում կային հարցումներ։ Անուղղակի մասնակցության մասին է։ Նաև անուղղակի չունեցանք, որովհետև գիտեինք, որ առաջին հորիզոնականը զբաղեցնելու է իշխող ուժը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնելու է Վարդան Ղուկասյանը եւ պետք է Դուք գիտեիք, որ այսպեսի հարցում։ Դե հարցումներ կային, այո, սոցիալական հարցումներ կային եւ անցնելու պարագայում, չգիտեմ քանի տոկոսի դեպքում շեմը հաղթահարելու պարագայում պետք է ընտրություն կատարեինք նրանցից որևէ մեկի միջև։ Մենք նման ընտրություն չէինք կարող կատարել։ Իշխող ուժի եւ Դե այնքան տեխնացուներ հայտարարեցին, որ ոչ ոք սա սրան չի միանա, նա նրան չի միանա, բայց պարզվում է հիմա լավ էլ միանում են ինչերը։ Չէ, գիտեք, ես ընտրողին խաբելն է բարոյական, թե չխաբել է։ Անցնող ուժերից ոչ թե մեծ մասը, այլ բոլորի պարագայում ակնհայտ էր, որ միանալու հավանականությունը կա, ամեն դեպքում նրանցից ոչ ոք հստակ եւ ուղիղ չէր ասել, մենք որևէ պարագայում Վարդան Ղուկասյանի ձայն չենք։ Բոլորը ասում են ընդդիմության թևում, որ քաղաքացիական պայմանագրին ոչ ոք չի։ Վաղը պարզվի, որ քաղաքացիական պայմանագրին մեկը քվե է տվել, երկուսը տվել է, 3 քվե է կարծեմ։ Դե կլինի մանդատագողության օրինակ, ինչ որ եղավ Երևանում, ինչ որ 16 թվականին եղավ Վանաձորում, ես չեմ բացառում այդ սցենարը, բայց քաղաքական իմաստով եկեք ֆիքսենք, որ առնվազն հայտարարությունների իմաստով կոալիցիան ձևավորվել է Վարդան Ղուկասյանի ընտրելու շուրջ։ Ես ընտրողի մասին եմ մտածում, այն ընտրողը, որը հետո տեսնում է իր քվեի հետ ինչ են կատարում, չէ՞։ Դե դա ընտրողի ընտրությունն է եղել, կներեք, եթե ընտրում ես անձամբ Դու խաբել ես ընտրողին, հետո ասում ես ընտրությունն է եղել։ Ես չեմ կարծում, թե իրենք խաբել են։ Ես այդ ուժերը, որոնք հայտարարել են, որ իրենց մանդատները քվեն տալու են Վարդան Ղուկասյանին, ինձ համար շատ ակնհայտ էր, որ իրենք այդ կոնսոլիդանալու հնարավորությունը ունեն, եւ դրա մասին բաց խոսվում է։ Քաղաքացիական պայմանագիրը դա իբրև հակաքարոզչություն էր անում, ասում էր, այ ընտրեք։ Չէ, դեռ իրավական որևէ բան չկա, խնդիր չկա։ Չէ, ուզում եմ ասել, որ դա իրենց իրավունքն է։ Ես ընտրողի առանցքով եմ նայում, Դավիթ Սենան։ Ես ձեզ ընտրել եմ ձեր նախընտրական, այսպես ասած, քարոզչության կարծում։ Հիմա դե ասենք Ռուբեն Մխիթարյանը քաղաքական հետագից չունի որպես այդպեսի, չէ՞։ Ինչ Ռուբեն Մխիթարյանի որ ծրագիր։ Բայց հայտարարել են, չէ՞, Ռուբեն Մխիթարյանը, այն մյուսը հայտարարել իրենց քաղաքական նպատակների եւ Գյումրիին իշխանափոխության նպատակն է, որը բխում է երկրորդ եւ երրորդ նախագահների դիրքավորումից։ Անցած բոլոր տեխնացուները նրանք համաձայնեցված էին իդեպ մասնակցում, թե առանձին։ Ես կարծում եմ առնվազն որոշումն այնպիսին է, որ իրար շատ չենք վնասում, էլի եղել են դրսևորումներ, բայց իրար շատ չենք վնասում, անցնենք, տեսնենք ով ինչքան փայ ունի ավականիում եւ ըստ այդմ հասկանանք ով ում է միանում։ Նորմալ է, ինչ կա, դա նորմալ է, որի արդյունքում մենք տեսանք, որ Գյումրիում նախկին երկու նախագահներին սատարող անձինք ուժերը միմյանց հետ կոնսոլիդացան իշխանությունից զրկելու իմաստով եւ ստացվեց պարլամենտական ընտրությունների արդյունքները իշխող ուժ, երկրորդ նախագահ, երրորդ նախագահ նույն պատկերն է մի տարբերությամբ որ 21 թվականին ֆավորիտ տեխնացուն Ռոբերտ Ինչ ընտրություն լինի այդ ասա է 26-ին էլ են սա անելու բայց մի տարբերություն կա պարոն Նացականյան 21 թվականի ընտրություններում ակնհայտ ընդդիմադիր ֆավորիտը լոկոմոտիվը Քոչարյանն էր Այս ընտրություններում իրենք տարբեր թևերով մասնակցեցին օրինակ երկրորդ նախագահի աջակից ուժ եմ չէ ես համարում Մարտուն Գրիգորյանի նույն խմբակցության ներկայացուցիչները եւ նաեւ Ռուբեն Մխիթարյանին իրենք չմիավորվեցին իրար հետ միմյանց ուժեղացնելու իրենք առանձին մասնակցեցին եւ հետո միացան իրար Դե էլի միավորման մասին չեն խոսում են պակասող ձայները տալու մասին Եվ կտան, եւ Ձայնը կտան, դա մի անգամ տվեցին, բա հետո ավականին մի շաբաթ հետո որոշում է ընդունելու, այդ ժամանակ ինչ են անում։ Գիտեք, մեր այս քաղաքական համակարգում էշ մի սատկի գարուն կգա։ Հիմա հիմնական խնդիրը բոլորը դիտարկում են 26 թվականը։ 26 թվին ընթառաջ չի լինելու մեկ Գյումրին ոնց կառավարվի, կարևոր չի։ Բացարձակ։ Եվ ես կարծում եմ, որ այդ անձանց
ընտրողներն էլ առանձնապես չեն խորացել Գյումրին ոնց կկառավարվի։ Կներեք Երևանում դե իրենք կզգան իրենց մաշկի վրա։ Երևանում էս ընտրություն մինչև 26 թիվը կտեսնեն ինչպես կկառավարվի։ Միշտ էլ այդպես է եղել։ Միշտ էլ այդպես է եղել, իսկ 26 թվականին այս նույն մոդելը կփորձեն այս ուժերը կիրառել։ Չի լինի ֆավորիտ ընդդիմադիր տեխնացու, բոլորը կմասնակցեն առանձին, վերջում կմիավորվեն եւ կընտրեն մի վարչապետի տեխնացուի, որը մեզ առանձնապես չի զարմացնի, հա, մեզ ցանոթ երևի շատ հայտի դեմ կլինի։ Եթե իհարկե այս պլանը չխափանվի մեկ այլ բևեռի ներգրավվածությամբ, որը կմերժի եւ իշխող ուժին եւ նախկին ուժերին։ Այսինքն ինչ էլ տեղի ունենա, այդ երանգյունու մեջ է տեղի ունենա։ Այս երանգյունը քայքայող եւ իրար սնուցող երանգյունի է։ Եվ մարդկանց հիմա փորձում են ներկայացնել, որ չընտրեք երկրորդ եւ երրորդ նախագահներին, Փաշինյանի ուժը շարունակելու է քայքայել Հայաստանը, իսկ քաղաքացիական պայմանագիրը ասում է մեզ չընտրեք, նախկին երկու նախագահներից որևէ մեկը վերադառնալու է։ Եվ հիմա էլ 26 թվին ընթառաջ երկու նախագահները եւ իրենց սատարող ուժերը կոնսենսուս չեն ունենալու բա ով է լինելու վարչապետ։ Կասեն եկեք անցնենք խորհրդարան, տեսնենք ով է առաջին տեղը, հիմնական խոշոր փայատերը, նրա շուրջ էլ կկոնսոլիդանան։ Լավ, հենց ըստ այդմ, այնինչի մասին խոսում ենք։ Ինչ է ասում Միքայել Աջափայանը կամ ինչու է ասում։ Միքայել Աջափայանը ասում է, որ Սերժ Սարգսյանը եւ իրեն սատարող ուժերը պետք է հեռանան քաղաքական համակարգից եւ նույնը Ռոբերտ Քոչարյանին է վերաբերում եւ ասում է սա միակ նախապայմանն է, որ ձևավորվեն ուժեր, որոնք կկարողանան հաղթել գործող իշխանությանը եւ Աջափայանն ասում է, որ եթե arczepiskopos Աջափայանը ասում է, որ եթե սա տեղի չունենա, իշխանությունը այս կոնտրաստի հաշվին կրկին կփորձի եւ կստանա մեծամասնություն։ Սա այն է ասում, որը ես ամբողջությամբ կիսում եմ, միայն չեն կիսում երկրորդ եւ երրորդ նախագահները, որովհետեւ շարունակում են քաղաքական խնդիրներ լուծել Հայաստանում։ Դե մի ուրիշ հարց էլ կա, ինչ գործ ունի հոգեվորականը մտնում է այդ խոհանոց։ Գիտեք, մեր այսօրվա պայմանները Հայաստանում այնպիսին են, որ չնայած նման բաժանում Միքայել Աջափայանին կարելի է այդ առանձնահատկություն դերասաններ, չգիտեմ, պրոդյուսերներ եւ այլն մարդիկ, ովքեր ոչ քաղաքի, ոչ քաղաքականության հետ կապ չունեն, մտնում են քաղաքականություն, ձայներ են տանում, իսկ մի մարդ, ով մեր պետականության ակունքներից գալիս է եւ միշտ առանձնացել է իր քաղաքացիական դիրքորոշմամբ իրավունք չունի կարծիք հայտնելու։ Լավ։ Այսինքն Գյումրիի ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Դեռ ոչ, կտեսնենք, բայց ես կարծում եմ, որ իշխանությունը չի փորձի շատ խոչընդոտել Վարդան Ղուկասյանի ընտրվելուն, որովհետև դա համապետական ընտրություններին քարոզչություն անելու իմաստով լավ օրինակ է, որ տեսեք, անգամ չեկավ ինչ-որ մի նոր ներկայացուցիչ նախկին ուժերից, եկավ 90-ականների առաջնորդներից մեկը տեղական, հասկանում եք։ Այսինքն Փաշինյանի արած հեղափոխությունից հետո հնարավոր դարձավ, որ 99 թվականին Գյումրիի քաղաքապետ ընտրված Վարդան Ղուկասյանը 2025 թվականին կրկին դառնա Գյումրիի քաղաքապետ։ Սա հեղափոխության, մսխման, բացարձակ ձախողման վառ օրինակ է։ Այսպիսի բան չէր կարող լինել։ Հիմա պատկերացնում եք, ասենք, չգիտեմ, պարոն Երվան Զախարյանը նորից դառնա քաղաքապետ, ինչա թե իր դիմաց քաղաքացիական պայմանագրից ինչ որ մի անդեմ մեկն է։ Բայց չէ որ սա հնարավոր է։ Շատ հնարավոր սցենար է։